Ես վերադարձի մասին չեմ խոսել, ես ընդհանրապես ասել եմ քյարքի։ Ես ասել եմ քյարքի։ Արձանագրելով, որ կա այդպիսի տարածք։ Պատկանել, ես ինչ եմ ասել եմ, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրը միջազգայինորեն ճանաչված տարածքն է։ Այս թվաբանության մեջ չեն մտնում անկլավները, 3 անկլավային տարածքները Ադրբեջանի, մեր էքսկլավային Արցվաշենը մտնում է։ Հիմա, եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է մենք ասում ենք, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 կիլոմետր չի, այլ օրինակ 29755 քառակուսի կիլոմետր է։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել, ուղղակի չէ, բայց անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Դուք շատ ճիշտ նշեցիք, ինչ ասացիք կոնֆլիկտի պոտենցիալը։ Ես ինչի եմ այս ամեն ինչը ասում, արժանանալով ձեր հարցը նորմալն է, արժանանալով ձեր հանդիմանական հայացքներին, քննադատություններին, հերթական դավաճանության եւ հողատվության մասին պնդումներին, ձեր չընդդիմության կամ գուցե դուք տեքստերում գրում եք տենց, ինչ եմ այս ամեն ինչը անում, մազոխիստ եմ, ոչ ես դա անում եմ հենց ձեր ասած վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար։ Ես ազգային ժողովում էլ դա ասացի։ Ինչի եմ ես դա անում, որովհետև ես նայում եմ, որ կան ուժեր ներքին եւ արտաքին, որ մտածում են ոնց փլուզեն այս հաստատված խաղաղությունը։ Եվ ես տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որի ներվը փորձ է արվում եւ արվելու օգտագործել փլուզելու համար խաղաղությունը էսկալացիա մտցնելու համար։ Ես կոպիտ կներեք այդ բանի բժշկական զուգահեռի համար, ես այդ թեմային ներվը հանում եմ, որպեսզի դա հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել։ Ես չեմ հիմա քննարկում են արդեն, ես չեմ խոսել, որ մենք հիմա, ես ավելին ասեմ, Ադրբեջանի հետ մենք այս թեմայով քննարկում չունենք այս պահին, բայց մենք ունենք ընդհանուր բանի խնդիր, սահմանազատման խնդիր։